Հրապարակորաթերթը գրում է. Քարոզարշավի ընթացքում Փաշինյանի համար Լեռնանիստից բերած Գառի Խաշլամով սեղան բացած Սասուն Միքայելյանին ու իր քաղաքապետ որդուն հաջողվեց Հրազդանում ընտրություններին իրենց ուզած թվերը ստանալ, իսկ նրանք ԿՊ-ին 70% ձայն էին խոստացել։ Այն, որ Սասուն Միքայելյանը բոլոր ընտրություններում իր կայուն 13-ից 15 հազար ձայն ունի Հրազդանում, դա փաստ է։ Չնայած իր դիրքին ու իր քաղաքապետ որդու ներդրած մեծ ջանքերին, այս ընտրություններում Միքայելյանները չեն կարողացել մի քիչ ավելի ձայն հավաքել, նաև պարզ չէ, թե Կոտայքում ու տնօրինություն անող այս ընտանեկան կլանը, եթե չլիներ արդյոք ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն այդ 15 հազար ձայնը չէին ստանա Հրազդանից։ Հրապարակորաթերթը գրում է. Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը շարունակում է հաշվեհարդարն այն ենթակաների հետ, որոնք իր պատիվը գետնով են տվել։ Գորիսում քաղաքացիական պայմանագրի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է, ԿՊ-ն կրում է ընդդիմությանը սատկացնելու են։ Ընտրության գիշերը մեծ անակնկալ են եղել ԿՊ-ի ցածր տոկոսները եւ Արուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, Խնձորեսկի վարչական ղեկավարին։ Փաստորաթերթը գրում է. ցանկացած ժողովրդավարական հասարակարգում ընտրությունները քաղաքական լեգիտիմություն ձևավորելու եւ երկրի կառավարումը ստանձնելու ժամանակավոր միջոց են, այլ ոչ թե սեփական հայրենակիցներին վերջնականապես տրոհելու կամ նրանց նկատմամբ հաղթանակ տանելու պատերազմի դաշտ, սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ գործող իշխանության իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հռետորաբանությունը վաղուց դուրս է եկել քաղաքական կոռեկտության եւ մրցակցության բոլոր հնարավոր կանոններից։ Վերջին շրջանի բարձրագույն հայտարարությունները, թե պատերազմի եռագլուխ կոալիցիան ջախջախված է եւ դրանց ուղեկցող տարատեսակ վիրավորական ու պիտակավորող արտահայտությունները ոչ միայն չեն նպաստում ներքաղաքական կայունությանը, այլև ուղղակիորեն հարվածում են պետականության հիմքերին, հանրությանը պահելով հարատև ներքին պատերազմի հոգեբանական հարթության մեջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։ Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային Ավետիս Առաքելյանին։ Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը եւ падգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։ Հրապարակորաթերթը գրում է. իշխանությունը հետընտրական չիստկա է անում պետական գերատեսչություններում քաղաքացիական պայմանագրի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգիչեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն հանրապետության հրապարակի հանրահավաքին, ընդ որում զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչև վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են ներկա բացակայեն անելու։ Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ մի շարք նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով եւս 2 դատական նիստ կկայանա, որից հետո դատավոր Վահե Դոլմազյանը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու համար։ Շուրջ 5 տարի առաջ հարուցված քրեական գործը հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։